Քաղաքական լրահոսի էպիկենտրոնում կրկին կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան գրառումներն են։ Վարչապետ Փաշինյանն արդեն 2 շաբաթ շարունակ առավոտները սկսում է հոգևոր առաջնորդների մասին հրապարակումներով։ Այսօր արդեն նա պնդել է ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Սա փաստ է եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին երկրորդը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը»։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լռությունը խախտեց Գարեգին երկրորդ վեհափառին այցելելով եւ իր աջակցությունը հայտնելով վեհափառ Հայրապետին։ Տեր-Պետրոսյանի այցը նույնպես երկրի առաջին դեմքերն անարձագանք չթողեցին։ Ներկայացնեմ մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի խոսքից։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա պետք է կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին, նշել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է հարցին հետեւյալ կերպ. «Հերիք է ստես հայ ժողովրդին եւ քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշիր քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար»։ Լևոն Պետրոսյանի պատասխանն էլ այս անգամ հրապարակման տեսքով էր։ 2007 թվականի իր ելույթից մի հատված տեղադրելով արձագանքեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից եւ արկածախնդրությունից, մինչդեռ ողջամտությունը նրան երբեք վնաս չի բերել։ Իսկ ահա Գարեգին երկրորդ կաթողիկոսն այսօր մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայ մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։